Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի դասավանդման որակը բարձրացնելու նպատակով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կրթության գերատեսչության հետ անցկացրել է տեխնուս վերապատրաստման ծրագիր ուղղված ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Վերապատրաստման դասընթացը կազմակերպել ենք կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ համատեղ։ Արդեն երկրորդ խումբն է ուսուցիչների ավարտում, 120 ուսուցիչ է այս խմբում վերապատրաստվել, առաջին խումբը նույնպես 120 ուսուցիչ է եղել Հայաստանի 4 մարզերից՝ Սյունիք, Արմավիր, Կոտայք և Երևան։ Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները ձեռք են բերել թվային գործիքների ու ժամանակակից մեթոդների կիրառման հմտություններ, դասերը դարձնելով ավելի հետաքրքիր ու արդյունավետ։ Ծանոթացել են նաև առցանց կրթական հարթակներին ու ծրագրերին, զարգացնելու աշակերտների ալգորիթմական մտածողությունը և կիրառելու գնահատման ժամանակակից մոտեցումներ։ Ամբողջ իր ընթացքով մեզ պահել է այսպես ռիթմի մեջ, մեզ կրթել է, մեզ չգիտեմ մակարդակով ավելի բարձրացրեց, ինչը միայն այսպես ասած կարող ենք ասել գովելի է, որովհետև նմանատիպ վերապատրաստումների պակասը ամեն դեպքում ունենք, էլի։ Այս դասընթացը մի հզոր զենք է, որ ինքնավստահ մտնես դասասենյակ, լսարան, երեխաներին տաս այն ամենը, ինչ որ դու արդեն տիրապետում ես, վստահ քո ուժերի մեջ։ Երկրորդից 6-րդ դասարաններում ներառված այս առարկայի նպատակն է երեխաներին վաղ տարիքից համակարգչային գիտելիքներ փոխանցելը, իսկ ավելի բարձր դասարաններում նաև կոդավորմանը ծանոթացնելը։ Բացի այդ, հաշվի առնելով, որ նոր սերունդը խիստ կապված է գադջետների հետ, առարկան նրանց տալիս է անհրաժեշտ հմտություններ ստացած տեղեկությունը զտելու և ավելի զգոն ու գիտակից օգտատեր լինելու համար։ Դասընթացը բավականին հմտություններ ապահովեց տարրական դասարանում կրթությունը ավելի հետաքրքիր անցկացնելու ուղղությամբ եւ կարծում եմ բավականին հաջողվել է գրեթե 1 տարի սեպտեմբերից արդեն այս նոր գիտելիքներով զինված եմ մտել դասարան։ Անչափ շնորհակալ եմ եւ կազմակերպիչներին եւ դասընթացավարներին նման բարձր մակարդակով եւ մեր դասերը կազմակերպել եւ ուսուցանել, իրոք որ արդեն թվային գրագիտությունը ուսուցանելիս ավելի վստահ ենք լինելու, ավելի հետաքրքիր դասեր ենք վարելու։ Դասերն անցկացվել են շաբաթական 3 օր առցանց, իսկ ամսվա մեջ 1 օր դեմ առ դեմ ձևաչափով։ Վերապատրաստման ավարտին ուսուցիչներին հանձնվեցին հավաստագրեր։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, Լուրեր։